Հանրապետական կուսակցությունը Հայաստանը գնեց, նորից գնեց և քաղաքացիների մի զգալի հատված իրեն վաճառեց։ Այնուամենայնիվ ազգային ժողովի ընտրությունները մեծամասնական ընտրակարգով առաջադրված կոնգրեսական Արշակ Բանուչյանին ոգևորել են, ինքն անձամբ ստացել է 4302 հալալ զուլալ ձայն, պարտվելով Բարգավաճ Հայաստանի թեկնածուին։ Կոնգրեսականին ոգևորիչ է թվացել նաև փաստը, որ իր ընտրատարածքում 3000 անվավեր քվեաթերթիկ է արձանագրվել։ Այն մարդիկ, ովքեր որ չեն կարողացել փող չվերցնեն, չեն կարողացել չասել, որ հանրապետականին են քվեարկելու, գնացել են եւ քվեաթերթիկը ուրեմն անվավեր են դարձրել։ Ընդունում է պարոն Բանուչյանը, որ Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում կոնգրեսը կորցրեց ընդդիմադիր հատվածի ձայների մի մասը։ Ճշմարտություն կա իհարկե ասացի մեջ, գուցե մենք ձայներ կորցրեցինք։ Կոնգրեսականին իր թիմի կորցրած ձայները շատ չեն մտահոգում, ԲՀԿ-ից խորհրդարան են մտել մտավորական մարդիկ, ըստ նրա հիմնական չարիքը եղել եւ մնում է հանրապետականը։ Արշակ Բանուչյանն ընդունում է, որ ընտրատեղամասերում կեղծիքները մեծ տոկոս չեն կազմել։ Մի քանի տեղամասերում հանձնաժողովի նախագահը օրինակի համար ընտրախախտումների հետ գրանց համատյանը չերկիզվող պահարանում պահել է, չի տվել, արձանագրություններ են կազմել, մեծ հաշվով ասենք բան չի եղել, արտարոց դեպքեր չեն եղել ընտրատեղամասերում։ Պարոն Բանուչյանն այնուամենայնիվ մտադիր է Սահմանադրական դատարանի միջոցով անվավեր ճանաչել կոնկրետ 11-րդ ընտրատարածքի քվեարկության արդյունքները, ինչն է նա բողոքարկելու, եթե տեղամասերում խախտումները մեծ չեն եղել։ Մանդատ վայր դնելով ինչ հարցես լուծում։ Եթե մեզ կմիանա Բարգավաճ Հայաստանը, մեզ կմիանա Դաշնակցությունը, կանենք դա։ Հնարավոր է, որ կոնգրեսը հրաժարվի պատգամավորի մանդատներից, պարոն Բանուչյանը ոչինչ չի բացառում։ Մհեր Աշակյան, Սարգիս Համբարձումյան, IPF